Աշոտ Սարգսյան, Արցախի առաջին եւ երկրորդ գումարման պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, լավ, մեկն էլ ասեմ, առաջի պետաերևական հանձնաժողովի նախագահ Արցախի հանրապետության։ Այս բայդրությամբ բոլորն էլ հավաքվել են այստեղ մի բարձ նպատակով, որ ես գտնում եմ, որ սա ոչ թե արցախցիների խնդիրն է այստեղ դրված, այլ հայ ազգի եւ ոչ թե Հայաստանի Հանրապետության հայ ազգի խնդիրն է դրված։ Այսօր մի ջիվաղի տվել են իշխանություն եւ ցավոք սրտի դուք տեսնում եք ոստիկանները ավելի շատ են սպայդությամբ Ձախակողմյան ոստիկանները ամբողջ, չգիտես զինված եկել են, չգիտես ինչի համար։ Էլ չեն հասկանում, որ առաջին հերթին մենք իրենց ենք պաշտպանում, այդ ոստիկաններին ենք մենք պաշտպանում այդ ջիվաղապետության մեջ։ Եվ ցավոք, գիտեք, ժամանակ Փաշինյանը հայտարարում էր, որ բաներ այսօր չոբաններ բան չունեն, այդ չոբանները հիմնականում այս պայքարությամբ ոստիկան իշորի հակած այստեղ իրենց հարազատ գյուղերը, իրենց յայլաղները թողած եկել են այստեղ, չգիտես ինչով են զբաղված 300-400 հազար դրամի համար եկած աշխատում։ Դա իրոք վիրավորական։ Ես նորից եմ ասում, սա Արցախի խնդիր չի այստեղ մեծ, հայ ազգի խնդիր է դա process-ը։ Դրա համար բոլորս էլ պետք է մտահոգ լինենք, ոչ թե միայն արցախցիները, ինձ համար օրինակ ուրախալի է, որ այստեղ հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ կան եւ տարբեր քաղաքական կազմակերպության ներկայացուցիչներ կան, այդ դաշնակցականներ կան այստեղ, ես նկատեցի, եւ ինձ համար զարմանալի է ինչու Երևանաբնակ շատ մարդիկ կան, ինձ համար զարմանալի է, որ չեն գալիս, մանավանդ մտավորականներ։ Այսօր չտեսանք այստեղ մտավորականների ուսանողները, որ Ըստ ինչով է պայմանավորված, գուցե վախեր ունեն։ Գիտեք, վախենալը այլ խնդիր է, նաև պայմանավորված է բանով այդ ագիտացիոն է, բանը որ շատ հետաքրքիր կազմակերպված է, եւ ինձ համար նաև զարմանալի է, որ այստեղ չկան նաև հոգեվորականներ։ Ես ժամանակին եղել եմ կրոնի բաժնի պատասխանատու, ես չեմ պատկերացնում, եթե համայնքը այստեղ է, համայնքի ղեկավարները այստեղ պիտի լինեն։ Նրանք պետք է առաջնորդեն իրենք ինչպես ասում են հոտի, ես ասում եմ համայնքներին, իրենք պիտի իրենց համայնքներին առաջնորդեն։ Ցավոք սրտի չկան, դա էլ է բաց թողով։ Եվ բացի դրանից, որ ասում ենք բանը կոնկրետ ուսանողությունը, ցանկացած երկրում ամենաակտիվները հենց ուսանողներն են, ցավոք սրտի ուսանողներ չկան։ Դա ոչ թե վախկոտության կամ ինչ-որ, այլ համապատասխան աշխատանքներ ուսանողները չի տարվում դասախոսների կողմից մանավանդ, որ պետք է դասախոսներ լինեն։ Օրինակ, ես հիշում եմ մեր ազգային արտադրական շարժման ժամանակ ուսանողները առաջինը հենց հրապարակ էին մտել ուսանողները, տեխնիկումի ուսանողները եւ Ստեփանակերտի մանկավարժականի ուսանողները։ Բայց այսօր փորձ է արվում փոշիացնել ազատամարտը, անգամ նշում են, որ Արցախյան շարժման էջը այլևս փակ է, ու նաև որոշ ժամանակ առաջ էլ նշել էին, որ կամավորականը գործել է միայն պետության չգոյության ընթացքում։ Ինչ ասել է սա նշանակում, ինչ ենթատեքստեր այն իր մեջ պարունակում։ Ընդհանրապես ասել Արցախի ազգային արտադրական շարժումը փակ է, դա նշանակում է նախ չգնահատել այդ շարժման արդյունքները, իրենք ասացին, չէ, որ այստեղ այս շարժումը իրենց Փաշինյանական քայլանելը ավելին է, քան մեր ազատագրական պայքարը, քան մեր հաղթանակները, դա իրոք այդ մոլորության բանը թեզը եւ ցել են ժողովրդի մեջ, դա ցավոք սրտի աշխատել, ժողովրդի մոտ աշխատել։ Արցախյան ազատագրական շարժումը դեռ չի ավարտվել, որտեղ մեր նպատակը այն չի եղել, որ մենք միանանք մայր Հայաստանի։ Մեր նպատակը այն եղել, որ Հայաստանը փրկվի այդ ջիվաղներից եւ Հայաստանի ղեկավարները լինեն արժանի։ Եվ մեր նպատակը ազգային պետության ստեղծումն է եղել, ոչ թե ջիվաղապետության, դրանք տարբեր բաներ են։ Դրա համար եմ ասում, ազգային արտադրական շարժումը չի ավարտվել։ Այսօր ուզում եք անեն Արցախյան ազգային ազատագրական, թե հիմա ազգային ազատագրական շարժումը պիտի ծավալվի այս պահին Հայաստանում։ Այս ջիվաղներից ոչ միայն ազատվենք, այլ փրկվենք։ Եվ մի հետաքրքիր փաստ, որ այսօր այս պետությունը, այս ջիվաղապետությունը մոռացել է։ Մեր ուժը եղել է Արցախ, Սփյուռք եւ Հայաստան միասնության
բնակչության մեջ։ Այսօր Սփյուռքի նկատմամբ վերաբերմունք ունենք, տեսնում ենք ինչ վիճակում է, Արցախի նկատմամբ վերաբերմունք։ Բնական է միայն Մայր Հայաստանը չի կարող այդ նման խնդիրներ լուծել։ Այդ երանելիությունը պարտադիր պետք է լինի։ Դա այն խորին համաձայն։